Շողկապուր ջան, բարև բոլորին, դուք կտվում եք Մոնտեգրիմը ռալիքում, այսօր ես խաղալու եմ ֆուտբոլ FK Mobile, Զոր ջան, Հայաստանի կարիերան ենք սկսում ու անպայման չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին ու լայքեք իմ վիդեոները, Զոր ջան, ես ինչ ակտիվ եք, մի քանի օր առաջ ես շորտ չնկարի, ընդամենը 1000 դիտում, պատկերացնում եք, բայց 8 լայքա ու 3 կոմենտա։ Զոր ջան, հետո մի հատ FK Mobile-ի հետ կապված կգրեք, ինչ խաղացողներ կան Հայաստանի հավաքականի հեսիդը։ Հայաստանի հավաքականի կարիերան է, որ իրականը որ կան այս 6 հոգին են, թե էլի կան, որ ես չգիտեմ։ Մի հատ կասիկ էլի շորտ։ Մի շորտից տակ գրեք էդ որ FK Mobile-ում մեզ հենց կա, են կա։ Այդ ամեն ինչը կարող է երևի FK 27-ում լի, օժոր տեսեք բոյը, ոնց որ 3 մետր լի, օր վրոտարիս խի են բերը, այդ է վրոխի եկավ, ախր ես պաշտպանություն էի սեղմը, թե ինքը ինչի եկավ, հեն ժորդ խի եկավ, շորտին եկեք չենք տխնում, որ մենք հլը շանսեր ունենք, նորից եմ անպայման չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին ու լայքեք իմ վիդեոները, այս վիդեոյի տակ հավաքեք 10 լայք ու բաժանորդագրվեք իմ ալիքին, նորից եմ բանանում, ընդեղ ձեզ հուշում են դե։ Ֆուխ, գնդակը չի այդնվում դարպասում, Զոր ջան, հիմա երկրորդ մասն եմ, երևի Ռանոսին անցած խաղը խաղացրել եմ, դու կարող ա տեսել եք, երևի չեմ հիշում, օրես խի չի խաղում առաջ, Օբլակը չի պահում ու այստեղ Էդերմիրի տանա ու վտանգավոր բաներ են կանում ազատ, Զելարայան, ասում է պաստոր, բայց մենք պաս չենք տալի փոխանակը օթային, հեսա որ, այս խի է արմանդան ոնց կարա խլի, միելի տաուն խլայց, երկուսի բոյնը կարամ ասեմ 192 սանտիմետր, երբ սրանից հետո կնայեք մի հատ, ուй, հեսա կմիանամ, Զոր ջան, արդեն մենք կարող ենք գնամ արդեն երկրորդ խաղի կեսնան, Վահան Վիչախչյան, Մխիթարյան, ափսոս, բայց ուստեղ Ադամյանը խլեց, հետ փոխանցում է Մխիթարյան, ու գոլ չի, Շողոպորտ մոտեր է գոլի, մոտեր, հիմա Ռանոսն է դուրս գալի խաղադաշտ, մի քիչ օգնել է, բայց ոչինչ, Շորտ ամենաբոյով է ես խաղում, ամենաբոյովը Հայաստանի հավաքականից, ոնց որ բրյասկոն ալնի, նայում են բոյերը կամ մեկը 184 է, մեկը 177 է, գիտեք, էլի օբլակը չի կանում, դուրս կա ու գոլ, չի, լավն աս օբլակը, որ դուրս է գալի, բայց գնդակը մեր մոտ է, հետո կանտրադառնում օբլակին և գոլ, 1-1 հավասարեցնում ենք հայ հանդիպման հաշիվը, լավ Զոր ջան, ուզում եմ ասեմ, օբլակը շատ լավ դարպասապահով, որ առաջ է գալի, շատ լավ է ինքը բան Զոր, շատ լավ, ուղղակի մի քիչ որ հեռվից գոլեր է ուտում երևի, այդի Վիչախչյան,
Ժորժան, դու գիտեք, որ ես կանում եմ 120 վերանոցին կրեմ, 4-2 աշո ես 3 եմ հաղթել։ Վիչաղչան, լավ փոխանցում է Սերխիո Հրանտ Լեոն Ռանոս, թե գրանց։ Լավ էտի կարևոր չի Զիլարայան ու այստեղ ինչ պահ են կորցնում, ուզում է շրջանցեի է։ Միրիտա Ժորժան, համը Միրիտաոին, եմ Մանչեսթեր Սիթիին որ կա, այդ բակից եմ հանեմ։ Գրիգորյան, գոլ, չի։ Ատե անիմաստ ինչ են խաղում, անիմաստ, Ժորժ, անիմաստ, սարը, ես ինչ անեմ սրանց է, Ժորժ։ Անպայման մեկնաբանություն գրեք, ես հիմա ինչ անեմ, ինչ խաղացողներ կարամ բերեմ, որ լավ խաղան, Ժորժ։ Ռանկերը դե ունենք, կարեք չասեք, երևի ռանկերը բարձրացնեմ, բանանեմ, երևի որ լավ խաղան։ Բայց էդի բանեմ էլի հավաքում եմ, Ժորժ։ Հո անիմաստ պետքա չզախսեմ։ Լավ, Ժորժան, եկեք տեսնենք ինչ անենք։ Լավ Ժորժան է, հիմա եկեք բոյերը նայենք իրենց, նայենք, այսի բան եմ անում, լավ էլի, առաջինը սկսենք դեմ Մխիթարյանից, ահա, չեմ ճոքում, եսի ինչ, բանց են անում, եսի, 37 տարեկան է, 72 կիլոգրամ ու 177 սանտիմ, ես մեկ, հիմա մտնում ենք երկրորդը, 34 տարեկան է Լուկա Զելարայանը, 70 կիլոգրամ և 172 սանտիմ։ Վահան Վիչաղչյանը, 27 տարեկան է, 68 կիլոգրամ, 172 սանտիմ։ Նարեկ Գրիգորյանը, 26 տարեկան, 80 կիլոգրամ, 180 սանտիմ։ Եկեք լիգաներն էլ դասեմ, լավ հավայ ժամանակ կկործանենք Գրիգորյանը, հիմա Ադամյանինի։ Սարգիս Ադամյան, 33 տարեկան, լիգան Բունդեսլիգան, 75 կիլոգրամ, 184 սանտիմ։ Բրիասկոն Նատ ու Զելարայանը, Նորբերտո Բրիասկոն, 30 տարեկան, 82 կիլոգրամ ու 186 սանտիմ, հլար ամենաբոյով ինքն է։ Լավ է Ժորժյան, որ հլը շատ մարդ չունենք, արակը, Հրանտ Լեոն Ռանոս, 23 տարեկան, 73 կիլոգրամ ու 180 սանտիմ, այսքան է Ժորժյան վիդեոյի համար ու անպայման չմոռանանք որևիցե մեկում կոմենտներ գրեք ու Հայաստանի հավաքականի խաղացողներին էլ ինչ անեմ, որ կանենան բանով, լիգայով, ոնց են դե գնում լիգայ, հետո կնշեք էլի, երևի դուք իմանաք ոնց պետքա գրել։ Էդի կհիշացնում են Ժորժ, հեսը կմիանա։ Սա Ժորժան այսքանով էլի, դες աստղով բանով է, այսքանն է Ժորժ, ցտեսություն։